Եվ եթե անգամ հասցնում է այդ կինը, ինչ ջանք, ինչ չարչարանք, ինչ ուժ է ընկած դրա հետևում, չէ՞ որ այդ կինն էլ է հոգնում։ Շատ էլ ցույց չի տալիս մեզ, որ ինքը հոգնած է, ուժասպառ եղած է, սպառված է օրվա վերջում, չէ՞, բայց ինքն էլ է հոգնում։ Հոգնում է եւ այդ հոգնածությունը շատ անդրադարձ է ունենում երեխաների հետ հարաբերություններում, երեխաների վրա, զուգընկերոջ վրա, նամանավանդ եթե աշխատող մայրիկի մասին է խոսքը գնում, նաեւ այստեղ դերերի շատ ներգրավվածություն կա ու տարբեր բաներ պետք է կինը միաժամանակ անի։ Կարևոր մեսեջ, որ մամայության մեջ կարևորը հետեւյալը, այն ինչ քեզ հաճելի է, նույնիսկ եթե հաճելի է, որ դու երեխու հետ ինչ-որ մի բան ես նայում, ինչու եմ ասում նայում, որովհետև շատ ծայրահեղ մոտեցումներ ունենք, որ իդեալական մայրերը իրենց երեխաներին որևէ գadget-ներ չեն տալիս, ու լինում է հակառակը, որ ես երեխայիս ազատություն եմ տալիս։ Այստեղ կարևորը, որ հաշվի առնենք մաման գտնի մի բան, որ իրան հաճելի է իր երեխայի հետ անի։ Շատ մայրեր ասում են, ես չեմ սիրում օրինակ puzzle հավաքել, բայց ես երեխուս հետ նկարում եմ։ Okay, նորմալ է։ Ես սիրում եմ երեխուս հետ խոհանոցում ինչ-որ բան կտրտեմ, բան պատրաստեմ, բայց կարող չեմ սիրում գիրք կարդամ։ Էս էլ է նորմալ։ Մեղքի զգացում չունենալ, որ ինչ-որ բան չեմ անում, այն չեմ անում։